Թող Աստծուն փառավորվի սիրասու ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Աստված, այնքան օրհնյալ է սիրասու ժողովուրդ ջան, որ մարդ ինչ վիճակի մեջ որ լինում է, չէ։ Այո, շատ անգամ մեզ համար դժվար է մեզ վիճակները, որ մենք ուզում ենք անցնենք, ուզում ենք այս վիճակներից դուրս գանք, չէ։ Բայց ըլնում է պարագա, որ մենք տեսնում ենք, որ իրապես Աստված մեր կողքն է ժողովուրդ ջան։ Այո, մենք մեր այս աչքերով չենք տեսնում թե Աստված ինչքան է մեզ ողորմություն անում, չէ։ Չենք տեսնում, որ Աստծո ձեռքը որքան է մեկնած ինձ ու քեզ համար, քեզի վերհանելու, քեզի օգնելու, քո հավատքդ բժշկելու, քո ներսը բժշկելու ժողովուրդ ջան, չէ։ Մեր կյանքի մեջ մենակ երևում է փորձությունները, դժվարությունները, չէ, ասենք հետաքրքիր է, երբ որ փորձությունը քո հետ չի կատարվում, չէ, դու կրում ես լավ մխիթար ես, ազատ խոսում ես, քույրիկ ջան, համբերա, եղբայր ջան, համբերա, չէ։ Բայց երբ որ իմ ու քո կյանքի մեջ է դա գալում, չէ, ասենք ոնց որ դու տեսնում ես շատ անգամ, այո, դու մնում ես ոնց որ դու էլ ես նույն դժվարության մեջ, եւ դու էլ հասկանում ես, նաեւ դու էլ կարիք ունես, որ դիմացինը քեզ մխիթարի, դիմացինը քեզ օգնի, չէ, վեր ելնելու համար, Տիրոջ խոսքով ժողովուրդ ջան։ Դա համար այնքան օրհնյալ, երբ որ մենք ենք այս փորձության մեջ անցնում, չէ, մարդ երբ որ անցնում է ինքը անձամ այս դժվարության մեջ, ոնց որ մարդը ինքն էլ չի կարողանում այն վստահությունը Աստծուն բերի, այն վստահությունը հանձնի Աստծուն ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր բոլորս մարդիկ ենք ժողովուրդ ջան, եւ մենք անցնում ենք այս երկրա շատ ճանապարհներ ենք անցնում, շատ նեղություններ եւ խնդիրներ եւ դժվարություններ, որը ուզենք չուզենք ժողովուրդ ջան, չէ, մենք տեսնում ենք, մենք անցնում ենք այս ճանապարհը, անցնում ենք եւ Աստված ուզում է ինձ ու քեզ օգնի, որ մենք հասկանանք, որ Աստված մեզ հետ է ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է, եւ դա համար ինչի համար Աստված դրեց իր մարմնի վրա շատ անդամներ կա այսօր, չէ, Տիրոջ մարմնի մեջ շատ անդամներ կա։ Եվ մենք հասկանում ենք Աստծո մարմնի անդամները այսօր ամեն մեկը իր գործը կատարում է ժողովուրդ ջան։ Եթե ինչ-որ մի մարմին, ինչ-որ մի օրգան թույլ անում, այն մնացած օրգանները աշխատում են, չէ, որ այդ օրգանին օգնեն, որ այդ օրգանը կարողանա դիմանալ։ Չէ, մենք գիտենք, ասում են, երբ որ մարդու տակություն լինում է 37, ինչ չէ, ասենք, իր օրգանիզմը պատերազմում է այդ տակության դեմ։ Հələ դեղսում են կրած չխմես, չէ, ասենք այդ տակության դիմաց, չէ, երբ որ արդեն ելնում է մինչև 38-ին, արդեն 39, նոր քեզի ստիպում արդեն։ Դա համար Տերը օրհնի ժողովուրդ ջան, այսինքն մենք տեսնում ենք, որ այսօր մարմնի անդամը այսօր շատ օգնում է, որ այդ տակությունը պայքարի տակության դեմ։ Այսօր տեսնում ենք շատ քույր եղբայրներ պայքարում են ձեզ համար, չէ, ձեր աղոթների համար, ձեր հոգսերի, կարիքների համար, չէ, ասենք այսօր մենք տեսնում ենք ամեն մեկս ունենք հոգս, կարիքներ, դժվարություններ, խնդիրներ, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այո, Աստծո սերը որքան շատ է իմ ու քո համար։ Եվ Աստված ուզում է, որ մեզ օգնի մեր ամեն եկած դժվարությունների մեջ, նեղությունների մեջ, չէ։ Եվ մենք տեսնում ենք երկիրը գնալով ժողովուրդ ջան, չեն վատ որ մարդիկ, որ միշտ որ լսում ենք, չէ, որ փոքր ենք տարիքով, չէ։ Ասում են մեր 2 տարի դու լավ կյանի։ Ոչինչ, համբերեք։ Այդ 2 տարին գալում ասում են, նույնիսկ գալում հաջորդ տարիներն հետո արդեն այն մյուսն են ասում, ոչինչ, այն հաջորդ տարին լավ կյանի։ Այդ էլ ասնում ժողովուրդ ջան, մարդիկ չեն հասկանում լավը, էլ այս երկրի մենք չենք կրա սպասել ժողովուրդ ջան։ Այն որ այսօր մարդիկ Աստծուց տեղյակ են, որ Աստծուց անտեղյակ են, ավետան անտեղյակ են, այս մարդիկ մի սպասում են, որ ինչ որ այս երկիրը կլավնա, կառադանա, արդեն ավելի էլ հոգս կարիք չեն ունենա, չէ, ասենք ինչ որ հարց կլուծի իրանց կյանքի մեջ, չէ։ Եվ մարդը տեսնելով օրեցօր հետում է այս երկիրը ոչ թե լավնում է, հետում է դեպի վատին ժողովուրդ ջան, երկիրը հետում է դեպի կործանման, դեպի այրվան այդում ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ այո, մենք ենական խոսացինք, որ այո, այս երկիրը պետք կա վաղը, որ Աստված պետք է վառի, ստել բան չի թողել ժողովուրդ ջան, բայց իր ժողովուրդը ստեղ չի լինելու։ Եկեղեցին Տերը մինչև այդ պետք է հափշտակի, տանի բոլորին, ովքեր որ պատրաստ սպասում են Հիսուսին։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, չէ՞։ Հակրած Կիրակից տեղ խոսում էր այդ 5 հիմար եւ իմաստուն կույսերի մասին էր խոսքը, չէ։ Այսօր մենք տեսնում ենք, այո, այդ 10-ն էլ գնացին առաջ, էտում են Հիսուսին դիմավորելու ժողովուրդ, իրանք էտում էին։ Բայց այսօր մարդը չհասկացավ, որ իր կյանքի մեջ ինքը դեռ պակաս է ժողովուրդ ջան։ Հնարավոր է մարդը տեսնում է, որ ինքը տգար, ինքը թույլ է, ինքը զորության կարիք ունի, բայց մեկ է տեսնում ես մարդը չի ուզում առաջ գնա, մարդը չի ուզում զորանա ժողովուրդ ջան։
Մարդը չի ուզում, որ Աստծուն աղոթք բերի իր այդ նեղության մեջ, խնդրի Աստծուն, որ Տեր Աստված դու ինձ օգնա, դու ինձ զորացրա։ Եվ մենք այսօր տեսնում ենք, այո, Աստված ամեն բաների մեջ մեզ օգնում է, որ մեր հավատները չթուլանա, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մենք տեսնում ենք բոլոր մարդկանց հետ կատարում է, ժողովուրդ ջան։ Մարդը մտածում է, որ ինքը այսօր լավ է, ուրախ է, այսիշ լավ է, հալելույա Հիսուսին, փառք Տիրոջը, գնում ենք առաջ, մեկ է կանտաս կանցնում, մեկ է տեսնում ես գալու է մինտաս, մեկ է սկսում ես տրտմել։ Այսինքն այդ քո տրտմությունը բերում է դեպի քո ապաշխարության համար, բերում է դեպի քո օրհնության համար, բերում է քո ներսը փոխվելու համար, բերում է որ դու ավելին աղաղես Աստծուն, բերում է որ դու ավելին ճանաչես Աստծուն, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ որ մենք տեսնում ենք, երբ որ մարդը ինքը անցնում է փորձություն մեջ, ինքն է մտնում, չէ, ժողովուրդ ջան, ինչքան է կարող հնարավոր մարդուն մենք մխիթարենք, տվյալ մարդը կարող մտածա դու իմ տեղը, ախր դու չգիտես ես ինչ փորձուն եմ անցնում, եղբայր ջան կամ քույրիկ ջան, դու իմաց ես ինչ փորձուն եմ անցնում, չէ, դու կարող ես չկրանաս։ Հնարավոր է տվյալ քույրիկը եղբորը քո փորձունը չանցնի։ Ինչու համար, որտեղ ամեն մեկին յուրահատուկ կա ընթացք ես երկրացնելու, ժողովուրդ ջան, չէ։ Մենք այն անգամ խոսացինք շատ շուտ, երևի մեկ ինչ ասենք, չէ, այն որ Տերը քեզի ա դեր ճամփեն, դու պիտի անցնես։ Քո տեղը ոչ ես կրամ անցնեմ, ոչ էլ մյուս քույրիկը։ Այս երբ որ քո յուղը պագաս է, դու պիտի մտածես, որ քո այդ յուղը, այդ ամանիդ մեջի յուղը, որ այդ օրհնությունը քո կյանքի մեջ միշտ լինի։ Այսինքն դու ամեն նեղությանդ մեջ դժվար դու նույն սկսում ես Աստծուն ապավինել, ժողովուրդ ջան։ Այդ քո ամեն նեղության մեջ դու սկսում ես Տիրոջը ապավինել եւ Տիրոջը ծառայել։ Սիրաստո ժողովուրդ ջան։ Եվ դա համար մենք տեսնում ենք, որ այո, ամեն մարդ անցնում է իր յուրահատուկ ճանապարհը, ասում է ամեն օրվա քո խաչը վերցրա, ամեն օրվա, չի ասում մի 10 տարվանից հետո կվերցնես, այսինքն ամեն օրվա։ Այսինքն տեսնում ենք ամեն օր մենք տեսնում ենք, որ այո, մենք ամեն օրը հնարավոր անցնենք այդ խաչի ճանապարհը անցնենք, ժողովուրդ ջան։ Հնարավոր է դու ասենք ինչ որ մի բան չանցնես, չես ենք, բայց դու անցնում ես ներսի փոթորիկ, ներսի դժվարություն ես անցնում, ներսի պայքար։ Միգուցե քո առօրյա կյանքը անցնում է շատ լավ, ուրախ անցնում, չես ենք, բայց մեկ է տեսնում ես, որ այո, մարդիկ չեն տեսնում, որ քո ներսը անցնում է մի ճանապարհ, որը փորձության ճանապարհ է, Սիրաստո ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ Տերը դա համար ուզում է օրհնի, որ մենք այս ամեն ճանապարհների մեջ, Սիրաստո ժողովուրդ, դա համար Սիրաստո ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, այո, առօրյա կյանքի մեջ, երբ որ մարդը կարող է տեսնես իր դեմքը ուրախ, առօրյան լավ է, չէ՞, բայց մենք չենք տեսնում տվյալ մարդու մեջ ինչ պատերազմ անցնում, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք տեսնում ենք, որ մարդը անցնում է ներսի պատերազմ, որ այսօր ոչ մեկը չի տեսնում քո ներսի պատերազմը։ Այո, շատ անգամ մենք մեր դեմքերը ուղում ենք, շատ անգամ դեմքերից մեր երևում է, ժողովուրդ ջան, քո ներսի պատերազմը, քո ներսի դժվարություն։ Ալնումա պարագա, որ շատ անգամ դու ուզում ես քո ներսը դզես, քո դեմքը դզես, մի հատ շփիտ ցույց տաս, որ տվյալ մարդիկ չտեսնեն, չի մարա, չէ։ Շատ անգամ հնարավոր է, շատ անգամ դու պայում ես, ուզում ես քեզից զսպես, որ մեկը չտեսնի, բայց ալնումա որ ներսը ալնումա քեզ ավելի է բերում այդ ստիպումը, որ մեկը տենում ես դեմքն էլ արդեն փոխվում դեպի նեղությունը, չէ։ Եվ շատ անգամ հնարավոր է մարդիկ տեսնեն քո ներս այդ նեղություն, ասեն քույրիկ ջան, ինչ էլ է, ոնց տեսնում եմ, որ դու նեղված ես, դժվարության մեջ ես, ժողովուրդ ջան, չէ։ Եվ մենք տեսնում ենք ինչու՞ շատ անգամ Աստված ուզում է այսօր, որ դու կարողանա Տերը իր ժողովրդի միջոցով քեզի տեսնեն եւ գոնե հարցնեն. քույրիկ ջան, եղբայր ջան, ինչ էլ է քեզ։ Ինչու՞ այսօր Աստված շատ անգամ ցույց է տալում, օգնում է, որտեվ եթե իշքան որ դու ծածկված ես մնում, ուզում ես բայ հետո մարդ չիմանա, էսի չիմանա, չէ։ Բայց պարագայա գալում, որ Աստված ընթառաջ է գալում, ժողովուրդ ջան։ Ըլմա պարը հնար դու վիճակից ընկնես, չես ենք տգարանում ես, պաշտամունք չես կրում գնես, ժողովուրդ ջան, չէ։ Եվ շատ անգամ ունես մի պարագայա գալում, դու էլ չես ուզում ոչ որ մեկը քեզի կա այծելի, ոնց որ այն վիճակի մեջ ես ասում ես դու այ մարդ Հիսուս ջան, դու ոչ մեկը մի չգա։ Այսօր չեմ կարա ոչ մեկին ընդունեմ, չէ։ Ժողովուրդ ջան, այսօր մենք այդ ամեն ճանապարհը անցնում ենք եւ փառք ենք տալու Աստծուն, ժողովուրդ ջան։ Բայց Աստվածո չի նայում մեր, Աստված նայում է այդ վիճակից դուրս բերելու համար քեզ, ժողովուրդ ջան։ Եվ մեկ է տեսնում ես հնարավոր մի եղբայր կամ քույրիկ հրգա քո ետևից, երբ որ գալում են, այցելում են, քույրիկ ջան, խաղաղություն, եղբայր ջան, խաղաղություն, քույրիկ ջան, եղբայր, վերջը եւ Աստված սկսում է քեզ մխիթարից վեր անել, ժողովուրդ ջան։ Աստված երբեք չի ուզում, որ դու մենակության մեջ մնաս։ Եթե մենք մենակ մնացինք, ժողովուրդ ջան, չի, լավ իմացեք,
այդ անորենը մեր հաղից անենց կկա, որ մենք էլ խաբար, որտեղ դու երբ որ դու տգարությանը մեջ ես, դու ինչ-որ աղոթքի կարիք ունես, ժողովուրդ ջան։ Եվ մենք շատ անգամ, որ աղոթում ենք, ասում ենք, Հիսուս ջան, որտեղ շատ մարդիկ միգուցե աղոթքի կարիք ունեն։ Միգուցե մարդիկ չեն կարող մեզ հայտնել, որ մեզ համար աղոթ կարեք, բայց մարդիկ կարիք ունեն։ Այսօր գիտենք շատ նեղություններ կա, բերտերի մեջ մարդիկ շատ նեղության մեջ, ժողովուրդ, այս մարդիկ չեն կրա քեզ հայտնել, որ դու աղոթես։ Բայց մարդիկ ունեն կարիք։ Մարդիկ ունեն կարիք աղոթքի, որ դու իրանց համար աղոթես, որ դու իր համար աղոթք բարձրացնես։ Եվ շատերս մեր կյանքի մեջ մենք շատերս զգացել ենք, որ շատ անգամ Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ անհանգստություն է դնում աղոթքի։ Երբ որ դու տեսնում ես Տիրոջից անհանգստություն եւ դու սկսում ես Աստծուն հարց տալ, Տեր Աստված, ում համար է պետք այս աղոթքը։ Այո, միգուցե մենք չենք իմանում, շատ անգամ կարա մենք չենք իմանում աղոթների կարիք ում համար է պետք։ Բայց երբ որ դու նազանդվում ես Աստծուն, երբ որ դու գալում ես Տիրոջ առաջ, երբ որ դու Տիրոջ երեսը փնտրում ես, աղոթում ես եւ ասում ես, Տեր Աստված, այս աղոթքը ում համար է պետք, Հիսուս ջան։ Թող հասնի այդ հոգու համար։ Միգուցե բժշկության կարիք կա, միգուցե մարդիկ նեղության մեջ, միգուցե մարդիկ շատ խնդիրների դժվարության մեջ են եւ հանկարծակի այդ աղոթքը հասնում է տվյալ մարդուն եւ այս մարդը բժշկվում է։ Շատ անգամ մարդիկ զգում են եղբայր ջան, քույրիկ ջան, այո, մենք զգում ենք ձեր աղոթները, որ մենք զորություն ենք հագնում։ Ժողովուրդ ջան, այս մարդը չի լսի քո աղոթքը։ Բայց մարդիկ զգում են զորություն Աստծուց, ուժ են զգում այդ աղոթքի միջոցով։ Նա շատ անգամ քո ձեռքերը ծալվում է, ել չես ում վերև բարձնես, դժվարություն կա, խնդիրներ, ինչո՞մ այսօր Տերը խնդիրների մասին է խոսում դժվարության ժողովուրդ ջան, որտեղ մենք չենք իմանում։ Սուրբ Հոգին այսօր ինքն է տեսնում իմ ներսն էլ եւ ձեր ներսն էլ ժողովուրդ ջան։ Հիմա Աստված գիտա քանի հոգի ա մտե հիմա այս գծի մեջ եւ ովքեր որ կան այս գծի մեջ ժողովուրդ ջան, այս խոսքը Աստված բերում է իմ ու քո համար։ Եթե տվյալ մարդը դեռ այս գծի մեջ չէ, իրան դեռ Տերը բան չի խոսում ժողովուրդ ջան։ Ինչու՞ որ Աստված տեսնում է հիմա ծառաված հոգիներ, չի։ Հիմա որ դու քո ընտանիքի մեջ խոսքի կարող ունես 10 հատ երեխա, երբ որ 5 հատ երեխան է դե քո տանդ մեջ, չի։ Երբ որ դու հաց ես դնում, այդ 5 երեխան է հաց ուտում, այն 5-ը տան մեջ չեն, իրանք հաց չեն ուտում ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք տեսնում ենք ինչու համար Աստված ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, որ այսօր մենք կարողանանք լսվել Տիրոջ սիրով ժողովուրդ ջան, որպեսզի Աստծուց ունենանք օրհնություն, ողորմություն ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ անցնում են հիվանդության շրջաններով ժողովուրդ ջան, մարդիկ մարմնավոր հիվանդություններ ունեն, մարդիկ խնդիրներ կան ունեն իրենց կյանքի մեջ ժողովուրդ ջան, չէ։ Բայց այսօր մենք ինչ ենք տեսնում, սիրասո ժողովուրդ ջան, ես ամեն վիճակների մեջ Աստված ինձ ու քեզ ուզում է օգնի ժողովուրդ ջան։ Այո, ինքան լավ հայր է, շատ անգամ կարող մենք կռվենք մեր Աստծո հետ, վիճենք Աստված ջան, խի այս բանը սպեսել, ինչի Տեր ջան, այսինքն ոչ տեսենք ընես դու, այ դու ներսի պատերազմով, ներսի ճիճով ես դու աղաղում Աստծուն, ինչ համար նա քո հայրն է, նա քո պապադա։ Այո, այն երեխեն կրա իր հորը դիմի, երբ որ իր երեխեն է ժողովուրդ ջան, այսինքն ուրիշ երեխեն քեզ երբեք չի կրա գա դիմի։ Այսինքն մենք տեսնում ենք ով է մեզ դիմում, մեր երեխեքը, երբ որ նրանք մեր երեխեքն են ժողովուրդ ջան, չէ։ Եվ մենք տեսնում ենք, այո, նաև ծնողը հոգ է տանում իր երեխեքի համար, չէ։ Այսօր շատ մայրեր, շատ հայրեր, ովքեր ունեն երեխաներ, եւ իրանք տեսնում են իրանց երեխեքի խնդիրները, թե ընտանեկան հետ կախված, թե ինչ-որ թե գործի հետ կախված, թե ինչ-որ իրանց չափաշխարության համար, թե ինչ-որ հիվանդության համար, չէ։ Այսօր տեսնում ենք մայրեր եւ հայրեր, նաեւ մայրեր։ Աստված ձեզ շատ օրհնի մայրեր ջան։ Տերը ձեզ ինքան զորացնի, որ այսօր որքան կարևոր է մայրական աղոթքը, շատ անգամ եմ հորդորում մայրերին, որ մայրեր ջան, ձեր աղոթները շատ կարևոր է։ Համար թող Տերը ձեզ ավելի օրհնի, ավելի զորացնի, որ դուք ավելի լսվեք Տիրոջով, ձեր հույսը մենակ Աստծո վրա դնելով ձեր աղոթները Տիրոջը բարձրացնեք։ Եթե քո տան անդամը չի ապաշխարում, երբեք ձեռքերը ծալված մի նստի, Աստծուն դա ձեռ չի տալու։ Աստծուն պետք է աղոթներ, Աստծուն պետք է աղաչանքներ, ժողովուրդ ջան։ Ինչու համար մենք տեսնում ենք շատ անգամ Աստված մեզի աղոթել է տալում։ Մենք տեսնում ենք հավատքի գործը, ամեն բան շատ անգամ մենք աղոթներով է Տերը այդ հարցը լուծում։
Ենքան հետարքիր է տիրոջ գործը, որտեղ մենք այսօր կարող շատ անգամ շատ մարդիկ, հավատքի մարդիկ, չհասկանան աղոթքի զորությունը։ Մենք ասում ենք Տեր Աստված, ասենք իմ տղային ողորմություն արա, չէ՞, ասենք, կամ դու մտածում ես, չէ՞։ Բայց Տեր ինչ ասում, Տեր ասում է, որ քո ներսից աղոթք բարձրացնա։ Շատ անգամ մենք երբ որ մի տեղ ենք գնում, թե ինչ-որ մի գործի պահով, եւ դու տեսնում ես, որ Աստված քեզի ինչ է, ասում է, աղջիկ ջան, տղա ջան, աղոթա։ Գործի համար ես դու։ Այս բանի համար ես գնում, աղոթ կարա։ Բժշկի ես գնում, աղոթ կերա։ Այսինքն մենք տեսնում ենք, կարա շատ մարդիկ բա Տեր Աստված, ինչ որ չաղոթեմ, դու այդ հարցը չես կրա նայում, Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք ինչ համար ենք տեսնում, ինչ համար որ Տերը մեզ դրտում է աղոթքի, ուրեմն աղոթքի մեջ այնքան կարևորություն կա, որ այսօր շատերս մենք չենք կարելի հասկանալ, ինչ կարիք այդ աղոթքի, Ժողովուրդ ջան։ Եվ մենք շատ անգամ տեսել ենք, որ շատ անգամ մենք որ մի բան ուզում ենք անենք, Տերը մեզ ասում է աղոթա։ Եվ երբ որ դու աղոթում ես, Աստված այդ քո գործին բերում է հաջողություն, օրհնություն է բերում։ Եվ այսօր շատ կյանքերից մեջ շատ փորձություններ է սպասում, Ժողովուրդ ջան։ Եվ Աստված ասում է տղա ջան, աղջիկ ջան, աղոթա։ Ինչ համար որպեսզի այսօր դու կարողանաս աղոթքով Տիրոջ առաջ կանգնել, Ժողովուրդ ջան։ Որպեսզի Աստծուց դու ողորմություն գտնես եւ Աստծուց օրհնություն գտնես, որ քո այս ամեն վիճակների մեջ դուրս գալու համար քեզի աղոթք է պետք, քեզի վստահել է պետք։ Ես ասում եմ շատ անգամ մարդիկ, Ժողովուրդ ջան, իրանց աղոթքներին կան են թուլացնում, թեկուզ մենք կլինենք, կապ չունի, Ժողովուրդ ջան։ Բոլորս է մարդ ենք, բոլորս ես մարմնի մեջ ենք, բոլորս ունենք պատերազմներ եւ այս ճանապարհների մեջ անցնելու, Ժողովուրդ ջան։ Եվ մենք սա բոլորս էլ հավատում ենք եւ հասկանում ենք, որ մենք երկնքից իջածներ չենք, Ժողովուրդ ջան։ Մենք այս մարմնի մեջ, մեղքի մեջ ծնված, մեղքի մեջ ապրած եւ այնքան բաներ կա, որ մեր կյանքի մեջ Աստված շատ բաներ ունի դեր մեր կյանքից փոխվելու, չէ՞, սրբանալու, մարդուն բերա հոժարություն, որ մարդը սկսա ամբողջ սրտով Աստծուն պաշտի, ամբողջ հոգով եւ զորությամբ, Ժողովուրդ ջան։ Համար Տեր ուզում է բերա մեզ կատարելության, որպեսզի մենք ամբողջ սրտով, ամբողջ հոգով Աստծուն պաշտենք, Ժողովուրդ ջան։ Համար թող Տերը բոլոր դել օրհնի սիրասոր Ժողովուրդ ջան։ Ինքան օրհնյալը մեր Աստված, որ ինքը անտած մեր կողքին, անտած մեզ ուզում է օգնի, որպեսզի մենք ինչ անենք, որպեսզի մենք կարողանանք մեր Աստծուն ապավինել, Ժողովուրդ ջան։ Համար Տերը օրհնի բոլորդ էլ սիրի Ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Տիրոջ խոսքից, կակրած այսօր Տերը ոնց որ դրվա, որ այս մասին մեկ ինչ խոսենք, Ժողովուրդ ջան։ Նեղությունների, դժվարությունների, խնդիրների, հալածանքների, ինքուն ներսի խնդիրների մասին, որ դու ես տեսնում եւ շատ անգամ ուզում ես ունենաս Աստծուց մխիթարություն, ուզում ես ներսդ բացես, ուզում ես շատ անգամ գոռաս, լացես, Աստված ջան, ուր ես։ Ես քեզ եմ ուզում։ Այս ինչա տեսնում մարդը, որ այս մարդ իր ներսը տեսնում է կարիք է տեսնում եւ նա այս մարդ ուզում է ամբողջ ներսով ճճա Աստծուն։ Տեր Աստված, ես ստեղ եմ, ես քո կարիքը ունեմ։ Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, եթե մարդը չունի նեղություն, այս մարդը ինչու համար ճճա, ինչու համար աղագի։ Այս մարդը ոչ մի բան չունի։ Ես մի հատ կանչես, այս մարդը ինչքան դինջ է, չես ենք։ Այսինքն իր ինչ պետք չի։ Այս աշխարհն է շուրկը, իր ինչ պետք չի, այդպես շատ էս տարիքով ենք, շատ անգամ լսած կլենք, չես ենք։ Որ ասում են այս մարդը եւ այս աշխարհի շուրկը իր ինչ պետք չի։ Եվ մենք այսօր տեսնում ենք սիրաշորոջան, այո, այսօր հավատքի մարդը իր ձեռքերը ծալած չի նստում։ Նա ամեն օր հասկանում է, որ ամեն օր քեզ կարող հնարավոր մի բան սպասում է, թե փորձություններ, թե դժվարություններ, թե ինչ-որ Ժողովուրդ ջան։ Այո, մենք շատ անգամ սա չենք ուզում։ Ոչ մարդ չի ուզում, որ անցնի այս ճանապարհը փորձության, դժվարության, բայց երբ որ գալու է իմ ու քո կյանքի մեջ այս աղագ, երբ որ մենք բարձրացնում ենք Տիրոջը ներսի աղագը, եւ Աստված մեզ ուզում է օգնի, Ժողովուրդ ջան, ուզում է օգնի, որ քո ներսի պատերազմների մեջ Աստված տա քեզ հաղթություն։ Աստված քո կողքին քանի ինչ-որ մի քույր, մի եղբայր, որը քեզ համար հոգատարություն, որը քեզ համար ցավ կքաշի, որը քեզ համար աղոթ կանի։ Սիրասո Ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորի դեր, բոլորս էլ օգնիս, սիրասո Ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ 2 Կորինթացիների 1 գլխի 3 խոսքից մի քանի համարներ կկարտանք,
Սիրասո Ժորժան։ Երկրորդ Կորինթացիներից առաջի գլխից 3-րդ համարից մի քանի համարներ կկարտանք Ժորժան եւ տեսնենք Տերը ինչ ունի ինձ ու քեզ ասնելու Ժորժան։ Եվ մենք տեսնում ենք Պողոսը իր վերնագիր ասում է Պողոսը շնորհակալություն կհայտնի Աստծուց։ Այ Պողոս ջան, ախր դու տառապանք ես ասում, դժվարություն ես ասում, բա ո՞նց է դու կարողանում, չէ, Ժողովուրդ ջան։ Երբ որ մենք նայում ենք այն ճանապարհ, որ Պողոսը անցել է, չէ, կարող մարդիկ զարմանան, այ Պողոս ջան։ Մենք էս լես թեթև նեղություն ենք անցնում, մենք չենք կարողանում, մենք շատ անգամ բողոքում ենք, շատ անգամ չենք կրում, չէ։ Այ Պողոս ջան, դու քեզ ինչպես չարեցին, էլ մեռած գցեցին, էլ ծովի անդուն մնացիր, ինչ ասես չարեցին, չէ, Ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ ինչու համար Պողոսը պետք է անցներ այս ամեն ճանապարհը, Ժողովուրդ ջան։ Նաև Աստված բոլորիս է անցկացնում այս ամեն ճանապարհը։ Եվ մենք երբ որ կարդում ենք 2-րդ Կորինթացիների առաջի գլխի 3-րդ խոսքը, ասում է օրհնյալ լա Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթության Հայրը եւ ամեն մխիթարության Աստված։ Ժողովուրդ ջան, մենք ուշադիր ենք լսում Աստծո խոսքը, չէ՞։ Օրհնյալա Տիրոջ խոսքը Ժորժը։ Սմա օրհնյալ լա Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսին Հայրը, գթության Հայրը եւ ամեն մխիթարության Աստված, ամեն մխիթարության։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Աստված ինչ ունի ինձ ու քեզ հայտնելու, որ ամեն քու եղած վիճակի մեջ ամեն մխիթարության Աստված։ Մենք տեսնում ենք, որ Աստված իր խոսքի մեջ ինչ ասում է, Աստված կարա քեզ ամեն քու եղած վիճակներից քեզ մխիթարություն ղրգի։ Նա կարա քեզ մխիթարի, Սիրասո Ժորժ ջան։ Այո, մենք այսօր տեսնում ենք շատ անգամ, այո, մենք անցնում ենք այս ճանապարհները, Ժորժ ջան։ Աստված ղրգում է իր մխիթարությունն ինձ ու քեզ։ Աստված օգնում է, որ մենք նույնպես վեր կանգնենք, գնանք առաջ։ Որ մենք կարողանանք այդ մեր ցավերի մեջ, որ մարդը իր տառապանքների մեջ, դժվարությունների մեջ Աստծուն աղաղի, Ժորժ ջան։ Այո, մենք տեսնում ենք այսօր հավատքի ժողովուրդը այս տեղերում, որտեղ քրիստոնեական երկրում է, մենք այդքան հալածանքներ հիմա չենք ասնում, Ժողովուրդ ջան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այն ժամանակ, չէ, մարդիկ ինչքան հալածանք են, եւ այդ մարդիկ վախեցել են, որտեղ կբռնեն իրանց, տանում են, ծեծում են, ճնշում են, կոնստական վախտեմ, չէ, Ժողովուրդ ջան, շատ մարդիկ պահված են հավաքվում, անտառներում են հավաքվում, բայց այդ ժամանակ, երբ որ այն մարդիկ, որ կան իրանց հարցներ, Ժողովուրդ ջան, այս մարդիկ ինքանորթություն կպատմեն քեզանից, քեզ, որ ինչ նեղության մեջ են իրանք, Ժողովուրդ ջան, մարդիկ նեղության մեջ, այսինքն ես իմ որ գյուղերից, քաղաքներից ես իմ գնացել եմ որտեղ պաշտամուկ գիշերվա։ Շատ անգամ մարդիկ գիշերով են գնացել պաշտամուկ, Ժողովուրդ ջան, որպեսզի չբռնվեն։ Բայց այսօր տեսնում ենք, այո, մարդիկ ծառավով, փապագով են գնացել, այն վատ որ գիրկը չեղը, մարդիկ ինչ որ մի հատվածներ գրել են գրքից, որպեսզի շատերը կարդան։ Եվ այս մարդիկ կերել են Աստծո խոսքը, Ժողովուրդ ջան, կերել մեծացել են։ Բայց մենք տեսնում ենք, երբ որ ես եկավ ազատություն, չէ՞, խաղաղություն եկավ այս պարագայի մեջ, չէ՞, ասենք ոչ մեկ այսօր մեզի չեն ծեծում, չեն խփում, ոչ մեկը ոչ մեզի բան չեն ասում, չէ՞։ Շատ անգամ տեսնում ենք, որ մարդիկ թուլանում են հավատքի կյանքի մեջ, Ժողովուրդ ջան։ Համար Տերը մեզ բոլորս էլ օգնի, Ժողովուրդ ջան, որ մենք իմանանք եւ հավատանք, որ Աստված մեր բոլոր դեղություններից, մեր բոլոր եղած վիճակներից, մեր բոլոր հիվանդությունն նա տեղյակ է, Ժողովուրդ ջան։ Հիմի Աստծո գործը անհատական է բոլոր մարդկանց հետ, Ժողովուրդ ջան։ Աստված քո հետ անհատական գործ է կատարում, անհատական։ Ընձի չի կրա քո պես գործանի, քոնը առանձինը, իմս առանձինը, մյուսին առանձինը, Ժողովուրդ ջան։ Հիմի մենք այդ բաները չենք հասկանում, մենակ ինքը գիտա, մեր Տերը, թե ինչու համար է քո հետ այդ աշխատանքը տանում, իմ հետ այս աշխատանք, այն մյուսի հետ այդ աշխատանքն է տանում, չէ՞ Ժողովուրդ ջան։ Եվ Աստված մենք տեսնում ենք ամեն մեկից տարբեր միջոցներով մեզ հետ աշխատանք է տանում, որպեսզի իր ժողովուրդը արտուն մնա, արթնանա, հասկանա, որ այս աշխարհը մի օր կկորսվի, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ այս աշխարհի վրա հույս են դնում, ուզում են այս աշխարհը, ինչքան էլ սատանեն սիրունացնի այս աշխարհը գեղեցկացնա, չես են։
հրապուրիչ բաներ սարքի, որպեսզի մարդկանց հրապուրես աշխարհով, որ մարդիկ հրապուրվեն այս աշխարհով, ժողովուրդ ջան։ Ինքը գիտա այս աշխարհի վերջը, ինքը իր վերջն է գիտա, ժողովուրդ ջան։ Նրա ուշքը միտքը ինձ ու քեզ խապել է, մարդկանց հրապուրես աշխարհից փուչ բաներով։ Եվ մենք տեսնում ենք շատ անգամ իրապես մարդիկ, հավատքի մարդիկ հրապուրվում են այս փուչ բաներով, այս աշխարհի։ Եվ իրանք կյանքը տալում են այս աշխարհի մեջ ապրելով, ժողովուրդ ջան, բայց այսօր չեն հասկանում, որ այս աշխարհը փուչ է, սրա մեջ լավ բան չկա։ Այսօր մենք տեսնում ենք, այո, շատ տեղեր այսօր պատերազմներ կա, շատ տեղեր արդեն այսօր կա դժվարություններ, շատ տեղեր կա այսօր մահատարաժամներ կա, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Աստված ուզում է մարդկանց արթնացնի, որ Աստված քեզ ուզում է օգնի, որ դու լյովին դառնաս Աստծուն, լյովին, այն 100%-անոց Աստված ուզում է քեզ դարձնի իրան, ժողովուրդ ջան։ Եվ այդ ամեն ճանապարհը պետք է դու անցնես, որպեսզի Աստված քեզ ավելի օգնի, որ դու ավելին դառնաս, ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ այն մարդիկ, ովքեր որ անցնում են այս փորձության շրջանները, նրանք ավելի բան են հասկանում, ավելի ունեն ընտրություն Տիրոջը, ավելի ունեն Աստծուն ապավինելու։ Նրանք ունեն Աստծուց ավելի շնորհք, ավելի ողորմություն, ավելի գթություն, ժողովուրդ ջան։ Ինքան հետո երեկվա պաշտամունքը գիրակորը, երբ որ եղբայրը քարոզում էր 10 կույսերի մասին, Աստծո ժողովուրդ ջան, ինքան հետո ես էլ այդ ոնց որ քանի տարվա հավատքի մարդ է, չես ոնց որ այդ պարագային ոնց որ Սուրբ Ոգին քեզի բացում է, ժողովուրդ ջան։ Այն մարդիկ ասում են, ովքեր որ ծառայում են Աստծուն, այս մարդիկ դաժե կարողանում են մարդկանց վգայեն Աստծուն մոտ։ Այն մարդիկ, որ մնում են տուփիկների մեջ, ժողովուրդ ջան, եւ ոչ Աստծուն ծառայում են, չեսենք, ոչ տեսենք նորա հոգին, ասենք մի տարվա, ասենք այն մարդիկ, ովքեր 20 տարի, 50 տարի հավատքի մարդիկ նստում են երբ ոչ քարոզում են, ոչ բան։ Այնպես հետաքրքիր միտքը Տերը բացեց, այս մարդիկ էլ առաջ չեն հետում, ժողովուրդ, այս մարդիկ չեն եկրա մարդկանց վգայ Աստծուն մասին։ Այս մարդկանց մոտ էլ չի ստացվի։ Այս մարդիկ չեն աճում, այս մարդիկ մնում են նույն ձևով, ժողովուրդ ջան։ Եվ մենք կան հետարքի, երբ որ Տեր Հիսուսը խոսեց, երբ որ միտքս բացավ իրապես ենք, երբ որ մարդը մտնում է Աստծո ծառայության մեջ, ժողովուրդ ջան, նա քեզ ավելի է խորացնելու։ Քեզ պիտի ավելի տա։ Այն որ դու տալում ես, Տերը քեզի ավելի է տալում, որ դու էլի բաժնես մարդկանց, էլի բաժնես։ Իսկ եթե դու չես տալում, քեզ ինչ տա Տերը, չես կամին, ժողովուրդ ջան։ Այդ մեկը դու ոչ մի բան չես անում։ Ժողովուրդ ջան, սա մենք ասում ենք ոչ թե նոր հոգիների համար, այսի ասում ենք, որ այն մարդկանց համար, ովքեր արդեն տարիներով Աստծո տան մեջ են։ Տարիներով Աստծո անունը գիտեն։ Արդեն 20 տարի, կարող 30 տարի դու քանի տարի արդեն գիտես Աստծո անունը, եւ դու աղաղում ես եւ պաշտում ես այն Աստծուն։ Եվ Աստված շատ անգամ մեզ ուզում է օգնել, ժողովուրդ ջան, որ մենք ավելի լսվենք Տիրոջ սիրով, ավելի ունենք Տիրոջ տան մեջ ծառայություն, որ մենք կարողանանք Տիրոջ ծառաներ լինենք եւ ծառայենք, ժողովուրդ ջան։ Եվ Աստված քեզ ավելին կլեսնի։ Եվ 4 խոսքը ասում է, որ մեզ կմխիտարե, ժողովուրդ ջան, ուշադիր ենք լսում, ասում է, որ մեզ կմխիտարե մեր բոլոր նեղություններու մեջ։ Հիմա չի միջոմ այսօր Տերը դրեց սրտիս, որ այս խոսքը մենք խոսենք, ժողովուրդ ջան, խոսենք այս խոսքի վրայով։ Էլ եմ ասում, շատ անգամ, որ մենք քարոզում ենք, ժողովուրդ ջան, մենք շատ անգամ չենք իմանում խոսքը ում է պետք։ Մենք հասկանում ենք, մեզ էլ է պետք։ Կապ չունի, այս խոսքը մեզ էլ է պետք, ժողովուրդ ջան։ Բացի մեզից Տերը այսօր ուզում է տեսնի նաև ում է պետք այս խոսքը, որ Աստված բերում է այս խոսքի օրհնությունը, որպեսզի մենք հասկանանք, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ 4 խոսքը, որ մեզ կմխիտարե մեր բոլոր նեղություններու մեջ։ Այսինքն մենք տեսնում ենք, երբ որ Աստծո ժողովուրդ անցնում է այս նեղությունների մեջ, ժողովուրդ ջան, ասում է եւ նա մեզ կմխիտարի մեր բոլոր նեղություններու մեջ։ Այսինքն Աստված քու ամեն եղած վիճակների մեջ քեզ, ժողովուրդ ջան, նա քեզ օգնում է, նա քեզ մխիտարում է, ժողովուրդ ջան։ Եվ որ հետագան կարդում ենք, մխիտարե մեր բոլոր նեղություններու մեջ, որպեսզի մենք կարող ըլանք մխիտարել զանոնք, որ ամեն տեսակ նեղություններու մեջ են։ Այն մխիտարությունով, որով մենք Աստծուց մեկը մխիտարվենք։
Եվ մենք տեսնում ենք Տիրոջ խոսքը ժողովուրդ ջան, չես ենք։ Եթե ինչ-որ մեկը տառը չի իմանում, նա ում կրա տառերը սովորացնի, չես ենք։ Այսօր շատ մարդիկ կան տառերը չեն իմանում, չէ խոսքի։ Եթե դու տառը չգիտես, ում կրած տառը սովորացնես, չէ։ Եթե ինչ-որ բանից դու չես հասկանում, դու կրած ինչ-որ այդ բանը հասկացնես, չէ։ Այս երբ որ դու հասկանում ես այդ ճանապարհը դու ունես, սովորում ես, չես ենք, դու արդեն կրում ես ինչ-որ մեկին բացատրես, չէ։ Մի քանի մարդը բժիշկ չէ, ինքը չի կրա ինչ բացատրի։ Երբ որ այս մարդը դառնում է բժիշկ, նա սկսում է մարդկանց բացատրել խոսքի, այս օրգանիզմդ հիվանդ է, այս օրգանիզմիդ համար խոսքի, այս ինչ բանն է պետք որ դու օգտագործես։ Այսօր շատ բաներ կա, որ իրապես մարդկանց օգնում է, բուսականություն կա, չես ենք, շատ բաներ կա, մեթոդներ կա, որ մարդիկ օգտագործում են եւ դա օգնում է մարդկանց, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք ինչ համար Տեր Հիսուսը մեզ մտցնում է այդ նեղություններու մեջ, քեզ անցկացնում է, որ վաղ միսօր այդ տեսակի մարդիկ երբ որ գկան քո մոտ, կասեն քույրիկ ջան, այս վիճակի մեջ է, այս տգարության մեջ է, այս մարդը երբ որ քեզ հարց ատան, այս մարդը կարիք ունի քեզանից ինչ-որ մի Տիրոջ օրհնության խոսք լսի, որ ինքը մխի տարվի։ Դա մարդերը մինչև քեզ չանցկացնես ճանապարհի մեջ եւ տեսնում ես շատ անգամ դու կարողանում ես մարդկանց մխի տարես։ Ոչինչ քույրիկ ջան, Տերը թող քեզ օրհնի, Տերը թող քեզ զորացնի, Աստված քեզ սիրում, Աստված քեզի լսում է, չէ։ Եվ դու տեսնում ես շատ անգամ ինչու համար դու կարողանում ես քո քրոջ եղբորը օգնես այդ վիճակից դուրս հանես։ Այն մարդիկ, ովքեր չեն ասում այս ճանապարհ, այս մարդիկ, երբ որ չունեն Աստծուց օրհնություն, Աստծուց իմաստություն, Աստծուց ողորմություն, ժողովուրդ ջան, շատ անգամ տեսնում ես, որ մարդիկ չեն կարող մարդկանց օգնեն, մխի տարեն Տիրոջ խոսքով։ Հնարավոր շատ անգամ կարող մարդկանց կոբալով էլ խփեն։ Այս մարդ եկել է բժշկության կարիք ունի, մխիթարության կարիք ունի, չես ենք։ Այս մարդը կարիք ունի, ժողովուրդ ջան, այդ կոբալով իպես ես կարաս խփես մարդուն։ Էդի միշտ կա։ Բայց Աստված ասում է դու կարաս օգնես։ Դու կարաս օգնես, որ հանես այս վիճակից, ժողովուրդ ջան։ Եվ դա համար Աստված մեզի այդ տիպի սերտ է պատրաստում, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսանք, որ երբ որ են մարդուն ցենք ճանապարհը երկու ճանապարհ, երբ որ բռնում, ծեզում են, մեռած գցում են, չես են։ Է քանան էլ եկավ անցավ, խեֆտած են, դրանք սաղել Աստծո մարդիկ են, ժողովուրդ ջան, դրանք սովորական մարդիկ չեն։ Այս մարդիկ եկան, տեսան, անցան, գնացին։ Այն մարդիկ, ովքեր ունեն փորձության շրջան, այս մարդիկ, ովքեր ճանապարհ են, այս մարդիկ, ովքեր հասկանում են, այս մարդիկ կարող են քեզի ձեռը մեկնել, օգնել։ Ու եղած վիճակի մեջ։ Եվ շատ անգամ տեսնում ես, դու շատ անգամ կարողանում ես տվյալ մարդու հետ բացվես ու կիսվես։ Ազատ կարողանում ես, ինչ համար, որտեղ դու հասկանում ես, բաներ կա դու տեսնում ես, որ դու կարողում ես տվյալ մարդու հետ բացվես ու ասես. եղբայր ջան, քույրիկ ջան, խնդրում եմ աղոտ կերեք իմ համար, կարիք ունեմ, միգուցե աչքերդ արդասուն կա լացեսել, ժողովուրդ ջան, ոչ թե դու այնես լացում ես, որ մարդիկ տենան դու լաց, այլ դու իրապես կարիք ունես, ժողովուրդ ջան, որտեվ դու տեսնում ես քո ընտանիքի դժվար, դու տեսնում ես քո պրոբլեմը, դու տեսնում ես քո ներսի դժվար, դու տեսնում ես քո ներսի վանդությունը, չես ենք։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի սիրասո ժողովուրդ ջան, դա համար Տիրոջ խոսքը ասում է, որ մեզ կմխիթարե մեր բոլոր նեղություններում մեջ, որպեսզի մենք կարող ալանք մխիթարել ազանոնք, որպեսզի ատեն մեր տեսակ նեղությունների մեջ, այն մխիթարությունով, որով մենք Աստուծո մեջ կմխիթարվենք։ Քանզի ինչպես Քրիստոս չարչարանքները մեր վրա շատ եղած, նմանապես Քրիստոսի ձեռքով մեր մխիթարությունն ար շատ ըլլա, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք Պողոս Արաքին ինչ ասում է. Քրիստոսի չարչարանքը մեր վրա շատ եղան, նմանապես Քրիստոսի ձեռքով եղած մխիթարությունն ար շատ ըլլա։ Եթե նեղություն քաշենք, ձեր մխիթարության ու փրկության համար է, եւ եթե մխիթարվենք, եւ ձեր մխիթարության ու փրկության համար է, որ կտոկանք համբերելով այն չարչարանքներուն, որոնց մենք ալ կչարչարվենք, մեր հույսը հաստատուն է ձեզի համար, վասնզի գիտենք, թե ինչպես մեր չարչարանքներուն հաղորդակից եղանք, նույնպես ալ մխիթարության պիտի ըլլանք, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք, որ Պողոս Սարաքյալին ինչ ասում, չես մա, երբ որ մենք
վստահ ենք ձեզ վրա, որտեղ դուք ունեք Աստծուց մխիթարություն, դուք անցել եք այս ճանապարհը։ Եվ մենք վստահ ենք ձեզ համար, որ դուք կանցնեք այս ճամփեն։ Այսինքն, երբ որ դու սովորել ես, երբ որ վերջը Աստված տենում է, վերջ որ եղբայրներ կա, որ Տիրոջի շնորհք ունեն, չէ՞ ժողովուրդ ջան, չէ՞, մենք տեսանք, որ Պողոս Արաքյալը այս մարդկանց քարոզում էր, մարդկանց վգայում էր, եւ ինք անցել էր շատ նեղություններ, ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ դա համար շատ անգամ ինչ էր ասում, չէ՞, մամ։ Սա եթե այս մխիթարությունը չարչանքը քո վրա շատ է, նաեւ մխիթարությունն էլ շատ բդի լա քո վրա, ժողովուրդ ջան։ Այն մխիթարությունը, որ Աստուծմոն է եւ քո վրա ավելի է շատանում, ժողովուրդ ջան։ Եվ շատ անգամ ինչի համար ես որ շատ անգամ հետում այն մարդկանց վրա շատ անգամ մխիթարություն, որոնք դրանց կարիք ունեն։ Աստված տեսնում է, ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ տեսնում ենք, երբ որ Աստված ինչ-որ մեկին այցելում է եւ դու չես այցելում, շատ անգամ դու նեղվում ես։ Տեր Աստված, բայ ես։ Նուշել ես վադն է, որ դու ինձ չես այցելում։ Ես քույրիկին այցելեցի, լացում ես, եղբոր այցելես, լացում է, ինքը քո ներկայությունը վայելում է, բայ ես Հիսուս ջան։ Եվ հետարքիդպես վկայություն, երբ որ Տեր ասում է, երբ որ ես դրան այցելել եմ, ինքը դրա նեղության, դժվարության մեջ էր։ Այսինքն տվյալ մարդիկ ոչ թե իրանք եկան սուրբեր էին, եկան լավեր են, որ իրան, այ Աստված տեսնում է, որ տվյալ մարդը փորձության մեջ է։ Եվ դա համար Աստված շատ անգամ մարդկանց ինքը այցելում է, այդ պայն օգնում է։ Շատ անգամ ասում եմ Տեր ասանցի նույն զայրատ գիրի, որ զայրատ կի առեմ, երբ որ Տերը մի հատ այցելում է, քեզ մի հատ զորացնում է ժողովուրդ, ոնց որ դու մի հատ զայրատ կա ես առնում։ Ես զայրատկով իշքան պետք է տաս ճանապարհ, չէ՞, որ գնում ես, մեկը տենում ես արդեն զայրատկը նստի, Տերը մի հատ է քեզ զայրատկի է դնում, որ դու նույնս լեսվես Տիրոջ, որ դու նույնս կրանաս առաջ էտաս առաջ հավատքի կյանքի մեջ ժողովուրդ ջան, որպեսզի դու ճանապարհի կեսին չկանգնես եւ չասես, որ զայրատկես նստա։ Եվ դա համար Տեր ուզում է, որ մեր կյանքի մեջ լեսնա իր օրհնությունը, իր ողորմությունը ժողովուրդ ջան, որպեսզի Աստված քեզի միշտ զայրատկի դնա, որ դու միշտ կարողանաս գաս Տիրոջը, խնդրես Աստծուն, զորացում առնես Տիրոջից եւ Տիրոջից մխիթարություն, ողորմություն գտնես ժողովուրդ ջան։ Շատ անգամ փառք Աստծո, երբ որ մենք աղոթում ենք մարդկանց համար, թե իրանց հիվանդությունը, շատ անգամ տեսնում ենք Տիրոջ օրհնություն ու բժշկություն է ժողովուրդ ջան։ Աստված տվյալ մարդուն բժշկում է։ Բայց թե փառք Աստծո ժողովուրդ ջան, մենք գիտենք, որ Աստված ինքը սիրող Աստված է, ինքը ողորմած Աստված է։ Եվ մենք այսօր ոչ մեկին չենք դատում, այսօր դու խի ես հիվանդ, ընչես հիվանդցես, չէ ժողովուրդ ջան, դա մեր ինչ խելքի բանն է, ժողովուրդ ջան։ Աստված գիտա, Աստված ինքն է Տերը, Աստված տվյալ մարդուն ավելի է սիրում, ժողովուրդ ջան։ Ոչ թե այսօր շատանավոր մարդիկ կարող մտածեն հիվանդությունը մեղքի պատճառ է, ժողովուրդ ջան, չէ, հիվանդությունը մեղքի պատճառ չի շատ անգամ, ժողովուրդ ջան։ Հիվանդությունը շատ անգամ մարդուն դեպի իրան բերելն է, որ մարդու մեջ ձգտում առաջանում, հավատք առաջանում, մարդուն ավելի իրան ձգտել այդ ու մարդ, արդեն մարդիկ շատ անգամ մտածում են իրանց փրկության մասին, ժողովուրդ ջան, որ Աստված ուզում է, որ տվյալ մարդը բժշկվի, չէ՞։ Ասես հիվանդությունը Աստծո փառքի համար է, որպես Աստծո փառք երևա ժողովուրդ ջան։ Շատ անգամ հնարավոր դու հիվանդ ես, ունես խնդիրներ դրում եւ շատ անգամ որ դու աղոթում ես եւ շատ մարդիկ իմանում են քո մասին, չէ՞, մենք պես վկայություններ շատ ունենք ժողովուրդ ջան։ Երբ որ քույրիկին կյանք չեն տվել, սաղ արդեն գիտեն, բայց երբ որ Աստված բժշկում այս մարդիկ զարմանում են, ասում են քույրիկ ջան դու սաղ ես, այս սաղը Տերն է բժշկել ժողովուրդ ջան։ Իմ ու քո կյանքը բայողը Տերն է։ Որքան էլ մարդը հիվանդ լինի, չեսենք ինչ վիճակի մեջ լինես, քեզի ինձ ու բայողը Տերն է։ Ես հիշում եմ, թե մի քույրիկ ունենք, Տերը օրհնատատիկ էր, իրապես համ մայր էր, համ տատիկ էր, պես մեկի շատ քիչ կարող է գտնենք ժողովուրդ ջան։ Ոնց որ այդ տատիկը ստե հատուկ ալներ։ Որպես քեզի մայրություն կարող անել, տատիկություն ասենք, որպես քույրիկ, որպես սավետնի, քեզի կարգին խորհուրդ կդար, չեսենք։ Եվ մենք տեսնում ենք շատ անգամ, որ զանգում ենք կամ այցելում ենք կամ խոսում ենք, ասում էր Արմեն աղբեր ջան, ոտքերս արդեն 80 քանի տարեկան է ժողովուրդ ջան։ Արդեն ոտքերը, ձեռքերը սաղ ցավում էր, բայց այդ վիճակով էլիս էինք բաներ էր սարքում, պելեմիններ էր սարքում, մսով, կարտոշկով էինք բաժնում էր, բարություն էր, բարիք էր անում, չեսենք, թեկուզ ձեռքերը ցավում էր։ Ասում էր ուզում եմ երկինք կետամ Արմեն աղբեր ջան, ասում եմ լավ ես eնում քույրիկ ջան, արի աղոտ կանենք։ Երկինք տանելը Հիսուսի ձեռքն է ժողովուրդ ջան, մեր կողմ աղոթում ենք, ուզելը մեր կողմն է, տանելը Տիրոջ կողմն է։
Մի դե Տերն էլ պիտի վերջը մեզի պատրաստի Ժողովուրդ, ինչքան էլ մենք ուզենանք, հնարավոր մենք շատ անգամ չտեսնենք այն կարիքները, որ Տերը ինձ ու քեզ պիտի պատրաստի Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք տեսնում ենք ամեն ինչ լավ է, Հիսուս ջան, արդեն պատրաստ եմ, չէ՞։ Երկինք մտնելու, բայց մեկը Տերը կարող է տենա իմ ու քո կյանքում ինչ-որ բաներ կա, որ դեռ կարիք ունես։ Եվ դա համար շատ անգամ Աստված մեզ համար աշխատանք է տանում, մեր ներսը փոխում է Ժողովուրդ ջան։ Անցած տարի տատիկից Տերը տարավ երկինք, փառք Աստծո, Ժողովուրդ ջան։ Դե ինչ ասեմ Ժողովուրդ ջան, դե Աստված ձեզի շատ օրհնի, Տերը զորացնի, որ այսօր մենք հավատքի մարդիկ մի բան գիտենք, որ մենք ունենք այս ճանապարհը անցնելու եւ մենք պետք է անցնենք այս ճանապարհը։ Երբ որ Աստված Եգիպտոսից հանեց ժողովուրդը դեպի անապատ, եւ այս մարդիկ պետք է հասկանան, որ իրանք այս ճանապարհը պարտավոր էին անցնելու, որ Աստված հանել էր, նա գիտեր, որ քեզ կարա տեղ հասցնի, Ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, երբ որ Աստված իրանց հանեց անապատ, Աստված տեսնում էր դաժե մինչև վերջ կարա իրանց տանել, Ժողովուրդ ջան։ Երբ որ մենք տեսանք, որ մարդիկ չմտան, ոչ թե Աստված չկարողացավ իրանց տեղ հասնել, այսինքն մարդիկ չգնացին առաջ, մարդիկ կանգ առան, մարդիկ սին թերավադալ, Ժողովուրդ ջան։ Հիմա նույնպես, երբ որ մեզ Աստված քաշի հանել այս մեղքից, այս կաբանքներից եւ անօրեն ձեռքից, երբ որ մեզ քաշի հանել է, երբ որ մեզ խոստացել է երկինք տանելու, լավ իմացեք, Աստված ինձ ու քեզ պետք է հաստատ տանի երկինք։ Եթե ես ու դու չքաշվենք հետ, մինչև վերջ, տգար ես, թույլ ես, դժվարության մեջ ես, հիվանդ ես, պրոբլեմ ունես, ես ու դու պետք է այդ վիճակով գնանք Տիրոջ մոտ։ Ընկնենք իր ոտքերը կրկենք, ասենք Տեր Հիսուս ջան, մենք քո կարիքդ ունենք Հիսուս ջան, Ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, Տերը երբ որ խոստացել է մեզ երկինք տանելու, եւ մեզ պետք է տանի Տերը երկինք, հասցնա մինչև երկնային քանան։ Եվ Տերը տա, երբ որ մենք մտանք արդեն երկինք, Ժողովուրդ ջան, այն վաղ ամեն բան կմոռանաս, այդ ցավը, այդ տառապանքը, այդ սուգը, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, քանի որ մայրը պետք է երեխա ունենա, չէ՞, ասենք մայրերը գիտեն, չէ՞, ցավերը Ժողովուրդ ջան, չէ՞, բայց հետարքիր է Պողոս Սարաքյալը ինչ էր ասում, ես ամեն օր, չէ՞, ծննդական ցավ կքաշեմ, այսինքն ասենք մայրը կարող 9 ամիս քաշեր, բայց Պողոս Սարաքյալը մեր ամեն օր կքաշեմ, այսինքն նա ասում է ամեն այդ նեղության, նա հասկանում է ցավը եւ ասում է Ժողովուրդ ջան։ Հիմա մենք գիտենք, երբ որ մայրը, երբ որ երեխան ունեն, իր այդ լրի ցավերը մոռանում է, իր ուշքումի այդ երեխանա բալիկն ալը, բերեք նա տենամ իմ երեխուն, Ժողովուրդ ջան։ Տերը բոլոր դեր օրհնի, Տերը բոլորս զորացնի, Ժողովուրդ ջան, սպասենք մեր Տիրոջը եւ կամացից պատրաստվենք մեր Տիրոջ գալասյանը, որովհետեւ Տերը շուտով գալու է, Ժողովուրդ ջան։ Եվ պետք է գա ինձ ու քեզ եւ բոլոր հավատացող ժողովրդին տանի երկինք, Ժողովուրդ ջան։ Ամեն։